Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայի եւ Երևանի հարաբերությունները շարունակում են մնալ մտերիմ ու դաշնակցային, սակայն միաժամանակ դարձել են բարդ Արևմուտքի Հայաստանը իր ազդեցության գոտի ներքաշելու փորձերի պատճառով։ Մենք հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, այդ հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ բարդ, հաշվի առնելով այն, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանին անկախ պետությունների համագործակցության որոշ այլ անդամներից հետո կրկին իրենով անել, խզել Հայաստանի թե փոխշահավետ տնտեսական ու առևտրային, թե ներդրումային կապերը ԱՊՀ-ի եւ Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ։ Այժմ կարծում եմ օպտիմալ հնարավորություն կլինի քննարկելու այս խնդիրները, որոնք առաջանում են այն պատճառով, որ Եվրոպական միությունը պնդում է Հայաստանին իր ազդեցության գոտի ներքաշելու հարցում, այդ թվում այն արտոնությունները ռիսկի ենթարկելու գնով, որոնք Հայաստանն ունի Եվրասիական տնտեսական միության գծով։ Այս բոլոր հարցերը ազնիվ եւ անկեղծ քննարկելու հնարավորությունը կհայտնվի մայիսի վերջին շաբաթվա վերջին, երբ Ղազախստանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը, գագաթնաժողովը։ Անդրադառնալով Փաշինյանի ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը չմասնակցելու մասին լուրերին, Լավրովը արձագանքել է. Ճիշտ է, ես լսել եմ, որ վարչապետ Փաշինյանը հիշատակել է, որ ինքը զբաղված է նախընտրական գործերով եւ չի կարողանա մեկնել Եվրասիական տնտեսական միության առաջնորդների այդ հանդիպմանը։ Դա իհարկե տխուր կլիներ, քանի որ սա լավ հնարավորություն է քննարկելու այն բաները, որոնք օդում կախված են։ Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի խոսքով Ռուսաստանում հայ աշխատողների եւ տնտեսվարողների նկատմամբ խստացումները սպասելի էին, քանի որ Մոսկվան վաղուց էր զգուշացնում Հայաստանի ներկայիս քաղաքականության հնարավոր հետևանքների մասին։ Նա նշել է, որ Ռուսաստանի պաշտոնյաները բազմիցս ընդգծել են Հայաստանի տնտեսական մեծ կախվածությունը Ռուսաստանից, մատնանշելով արտահանման, էներգակիրների եւ դրամական փոխանցումների ոլորտները։ Ավանդաբար հայ հասարակությունը թշնամի է ընկալում Ադրբեջանին եւ Թուրքիային։ Ներկա իշխանությունները թշնամու վեկտորի փոփոխություն են իրականացնում, թշնամի ներկայացնելով Ռուսաստանին։ Ասում են, տեսեք, թշնամին Ռուսաստանն է, ուզում է Հայաստանը սարքել ծայրագավառ։ Ընտրությունների կոնտեքստում իշխանությունների ամբողջ ռետորաբանությունն ուղղված է Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այդ առումով սպասելի էր, որ Ռուսաստանի Դաշնության կողմից նման քայլեր արվեն, որպեսզի հայ հանրությունն ավելի լավ հասկանա, թե տնտեսական առումով իրենք ինչ կախվածություն ունեն։ Հնարավոր չէ մի տնտեսական միության մեջ գտնվել, նրանից ճակատագրական առումով մեծ կախվածություն ունենալ եւ վարել արտաքին այլ քաղաքականություն։ Այդ հակասությունները մի օր բերելու են նման ճգնաժամի։ Պատահական չէ, որ Ռուսաստանից հստակ ասում են՝ կողմնորոշվեք, թե որտեղ եք լինելու։ Գործող իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել, որպեսզի հանրությանը ներարկի, որ գնալու են Եվրոպա, այնտեղ լավ են ապրելու։ ԿՊ-ի քարոզարշավի ժամանակ Փաշինյանին է մոտեցել Ազատի զինվորական կացարանում այրված 15 ժամկետային զինծառայողներից մեկի մայրը եւ իր վրդովմունքը հայտնել իշխանության հասցեին։ Դուք Դպրոցի մոտից իմ երեխեն ձեզ, ես էլ եմ ընտրել, դու անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծում եմ այն օրը, որ ես ձեզ ընտրել, որտեղ դուք իմ երեխի մահվան պատճառը դարանք։ Դուք սպանիկ եք 15 երեխուն ու այսօր եկել եք, ասում եք թոշակ բարձրացրի, մանկապարտեզ սարքի, դպրոց սարքի, ինչի համար եք դպրոց սարքը, որ թուրքերը գալ լծվեն։ Դրա համար ես չեմ ուզում իմ քյորբա երեխեն թուրքի բաժին դառնա, ես չեմ ուզում, որ իմ երեխեն թուրքերի հետ ամուսնանա, չեմ ուզում։ Ես ուզում եմ իմ երեխուն, կարաս իմ երեխուն բերես, ինձ քեզնից ոչ մի բան պետք չի։ Դուք ավարտեք ես կարձագանքի։ Դուք ավարտեք ես կարձագանքի։ Ես 18 տարեկան երեխա եմ գրկել, պահել եմ, մեծացրել, իր հետ քայլել եմ, ու այսօր իմ երեխան չկա, ես իմ երեխան եմ ուզում։ 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեվա մեջ վառեցիք։ Ես ապացույցներ ունեմ, իմ երեխան 12 անցքեզ արթուն ա եղել, իսկ ես 11-ին 20 պակաս դեպքն եղա, դուք որ հելակ հայտարարություն շատ լավ, ավարտեք ձեր ասելիքը, որ ես ասելիքն են, դուք ինչքանով եք վստահ, որ այդ երեխեքը մնացին վառման դուրս չեկան, դուք հելակ հաջորդ օրը հայտարարություն արեցիք, որ այդ երեխեքը չկարացան, մի սուրճի բաժակով բենզինը լցրեց, այդ սպայա ինչ գրողա արածով իբր թե երեխեքը մնացին այդ ամեջ։ Ես հիմա կարձագանք։ Դուք գիտեք այդ դեպքը 15 մեր զինվորների դեպքը եւ գործը հիմա դատարանում է եւ դրանից հետո դե լավ տիկին հասկացանք, հա։ Ես դրանից հետո կորպուսի հրամանատար ազատվել է, բազմա տասնյակ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից եւ հիմա դատավարություն ա գնում եւ դրանք դատվում են։ Ես իհարկե հասկանում եմ ծնողների հուզմունքը, իմիջիալոց այդ ազատված
Սպաներից մի մասն է կորպուսի հրամանատարի տեղակալը, հիմի ընդդիմադիր ակտիվիստ է, ինչի չեք գնում ընդդիմության հանրահավաքներին անում։ Մաքսուդյան կոչվածը ընդդիմադիր ակտիվիստ է եւ բոլոր հնարավոր տեղերում միանք ինչի չեք գնում Մաքսուդյանին։ Ինչի չեք գնում։ Ինչի չեք գնում, ես դրանց եմ ազատել աշխատանքից, որ իրանց աշխատանքային պարտականությունները չեն կատարել եւ հանել բռնդել են բանակից դրանք։ Ում եմ ընդունել աշխատանքի, բան չեք գնում ընդդիմության հանրահավաքներին, չգիտեք որ Մաքսուդյանը ընդդիմության առաջնորդներից մեկն է։ Ոչ, ձեզ դուք չեք գնում, դուք գիտեք ովքեր են մեղավորները եւ դատավարություն է գնում, Ես խոնարհվում եմ ձեր առաջ, բայց թուրքեր մուրքեր ստեղ չասեք, այդ կալուգացու վճարված նարատիվները ստեղ չասեք ընդհանրապես, ես ձեր սուքը հարգում եմ, ձեր սուքը մեր սուքն է, ես խոնարհվում եմ ձեր զավակի հիշատակի առաջ։ Քաղաքական մեկնաբան Հրանտ Մելիք Շահնազարյանը քննադատում է 44-օրյա պատերազմի զոհերի թվերի եւ հաշվառման շուրջ հանրային ու պաշտոնական մոտեցումները, պնդելով, որ 6 տարի անց էլ զոհվածների ամբողջական անունների հրապարակումը դեռ չի արվել եւ հարցեր է առաջացնում հասարակության մեջ։ Նա հարցադրում է անում, թե ինչու պետությունը չի կարողանում կամ չի հրապարակում զոհերի ճշգրիտ ցուցակները, ենթադրելով, որ հնարավոր է թաքցվեն իրական թվերը։ Ապուշ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե եթե հանկարծ պարզվի, որ 44-օրյա պատերազմում ոչ թե 3900 զոհ ենք ունեցել կամ 5000 զոհ, այլ օրինակ 7000 զոհ, դրանից կորստի ցավն ավելի թեթև է դառնալու։ Ոչ, ցավը նույնն է մնալու։ Դա այդ նույն ցավն է, որն այսօր էլ մեր շատ հայրենակիցների գերեզման է տանում։ Գրեթե ամեն շաբաթ ինչ որ մարդու, հիմնականում արցախցի, անժամկետ հեռանալու մասին լուր եմ ստանում։ Բա ինչից են մահանում այդ մարդիկ։ Պատերազմի զոհ չեն, բա ինչ են։ Բայց ով նրանց անունը կներառի պատերազմի զոհերի թվում, իսկ 44-օրյա պատերազմին հաջորդած պատերազմական գործողությունների զոհերը նրանց ինչ ցուցակում է ուզում տեղավորել Նիկոլի իշխանությունը ու հիմա դրել թվի կռիվ է տալիս։ Կարծես, եթե 1000 հոգի զոհված լինեին, ցավն ու կորստի չափերն այլ են լինելու։ Ամեն ինչ իրենց արշինով են չափում։ Մեզ էլ նույն այդ չափի գերին փորձում դարձնել։ Հարցն այն է, որ հայրենիք ենք կորցրել ու չկա մխիթարություն։ Ոչ մեկ զոհի համար կա մխիթարություն, ոչ 1000-ի, ոչ էլ 10,000-ի։ Իհարկե Կոռուպցիոն նախընտրական փուլում աշխատաժողովի ընթացքում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի падգամավորության տեխնացու Էլինար Վարդանյանը խոսել է իշխող ուժի քարոզչական հնարքներից, թիրախավորումներից։ Ինչ վերաբերում է իշխող ուժի բառամթերքին, ապա այստեղ իշխող ուժի առաջնորդը ըստ էության հատել է բոլոր հնարավոր սահմանները, որովհետև որքան էլ մենք մեզ համար ունենք որոշում լինել հանդուրժող, լսել քննադատությունները, բայց խոսքը քննադատությունների մասին է եւ եթե դրանք ճիշտ են, ապա ընդունել եւ այլն, այնուամենայնիվ կան սահմաններ, որոնք որ չպետք է հատվեն եւ հատկապես խոսքը վերաբերում է ընտանիքի անդամներին թիրախավորելու հանգամանքը եւ մենք վերջին օրերին ըստ էության հենց դրան էլ ականատես եղանք եւ այստեղ ամենակարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ այս քարոզարշավի ընթացքում իշխող ուժի ղեկավարը իրեն հերթական անգամ դրել է դատախազի, քննիչի, դատախազի, դատավորի կարգավիճակում եւ հենց քարոզարշավի ընթացքում էլ հրապարակում է իր դատավճիռները եւ դա էլ իհարկե չի կարող ազդեցություն չունենալ ողջ նախընտրական քարոզչության տրամաբանության վրա։ Միասնության թևեր կուսակցության վարչապետի տեխնացուն դիմել է պետական համակարգի աշխատողներին, ընդգծելով, որ նրանք ծառայում են պետությանը եւ հանդիսանում են պետականության հիմքը։ Ես գիտեմ, որ շատերդ համաձայն չեք այն քաղաքականության հետ, որ վարում է այս իշխանությունը։ Ես գիտեմ ու հասկանում եմ, որ դրա մասին հրապարակային չեք արձագանքում, որովհետև մի դեպքում չեք ուզում օրենք խախտել, մեկ այլ դեպքում ուզում եք պաշտպանված պահել ձեր ընտանիքները, պահպանել աշխատանքը։ Ինչ է դուք կլինեք պաշտպանված, ձեր ընտանիքները կլինեն պաշտպանված։ Մենք պետական համակարգի համար կիրականացնենք հատուկ սոցիալական ծրագրեր։ Պետական համակարգում աշխատելը կլինի պատվաբեր, բարձր աշխատավարձով։ Առաջխաղացման հիմքում կդրվի արդարությունը, հիմք կընդունվի գիտելիքն ու կարողությունը, հայրենիքի նկատմամբ սերը եւ պետականության հանդեպ նվիրումը։ Ես գիտեմ, որ շատերդ վարկերի տակ եք,
Այս իշխանությունը հաճախ օգտագործում է դա կախվածության մեջ ձեզ պահելու համար։ Մենք իրականացնենք հատուկ ծրագրեր ու ձեզ կազատենք վարկերի գերությունից։ Մենք պետք է փոխենք այս կառավարությունը, որպեսզի ոչ ոք այլևս ձեզ չփորձի սպառնալ ու վախեցնել։ Քվեարկելով մեր օգտին, դուք արդարությունը բերում եք պետական համակարգ։ ԱՄՆ իշխանությունները լիովին մերժել են հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը։ Tehran Times թերթի հաղորդմամբ Թեհրանը Վաշինգտոնից ստացել է կարգավորման իր գրավոր առաջարկի պատասխանը։ Նշվում է, որ Միացյալ Նահանգները մերժել է Իրանի բոլոր առաջարկները եւ հավատարիմ է մնացել ճնշումների իր քաղաքականությանը, հատկապես իրանական միջուկային ծրագրի հարցում։ Թերթը հիշեցրել է, որ եթե Վաշինգտոնն ընդուներ Իրանի առաջարկները, ապա Թեհրանը պատրաստ էր սկսել բանակցությունների երկրորդ փուլը, ներառյալ միջուկային դոսիեին առնչվող հարցերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է Թեհրանից, երբ Իրանը մերժել է ամերիկյան վերջին առաջարկը։ Պետական այցով Չինաստանում գտնվող ԱՄՆ նախագահը շեշտել է, որ չի պատրաստվում շատ ավելի համբերատար լինել եւ որ ցանկացած բանական մարդ գործարք կկնքեր։ Իրանի հարստացված ուրանը երկրից հանելու հարցին Թրամփը պատասխանել է, որ ավելի լավ կզգար, եթե ստանար ուրանը, հավելելով, թե դա ավելի շատ PR-ի համար է, քան որևէ այլ բանի։ Չնայած իր դժգոհություններին, Թրամփը վստահեցրել է, որ Իրանի ներկայիս ղեկավարները ողջամիտ մարդիկ են։